Պատերազմներն ու հեղափոխությունները վաղուց դադարել են լոկ պատմության դասագրքերում, գեղարվեստական գործերում և գիտական ուսումնասիրություններում ներկայացվող իրադարձություններ լինել։ Հատկապես վերջին շրջանում դրանք դարձել են մարդու առօրյայի մի մասը, և կարծես թե դրանց են վերաբերում այսօրվա հիմնական մտահոգություններն առնվազն աշխարհի այս հատվածում։ Երկու իրողություններն էլ հիմնականում ուղեկցվում են մարդ լինելը հարցականի տակ դնող բռնության երբեմն ծայրահեղ դրսևորումներով։ Երկուսն էլ հանգեցնում են նյութական ու ոչ նյութական ավերածությունների։ Ուրեմն ի՞նչն է նրանց կապում։ Որտեղ են հատվում պատերազմի ու հեղափոխության ճանապարհները։ 1963 թվականին քաղաքական տեսաբան Հաննա Արենտը հրապարակել է «Հեղափոխության մասին» վերնագրով մի աշխատություն։ Բուն աշխատության մեջ հեղինակը կենտրոնացել է 18-րդ դարում տեղի ունեցած երկու՝ ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունների ուսումնասիրության վրա։ Հեղափոխություններն էլ նշանավորում և մարմնավորում են արդի ժամանակների սկզբնավորումը և ծավալումը, հին կարգը տապալելու և նորը հաստատելու ձգտումները։ Այլ կերպ ասած, մարդկային համակեցությունը նորովի կառուցելու և կազմակերպելու փափագը։ Սակայն այս աշխատության ներածությունը կրում է «Պատերազմ և հեղափոխություն» խորագիրը, և ուշագրավն այն է, որ այն գրված է ավելի շուտ 20-րդ դարի իրողությունների ու միտումների հետնախորքում։ Պատերազմներն ու հեղափոխությունները, գրում է Արենտը, կերտել են 20-րդ դարի դիմագիծը, և ի տարբերություն 19-րդ դարի գաղափարախոսությունների, ազգայնականության ու միջազգայնականության, կապիտալիզմի ու կայսերականության, սոցիալիզմի ու կոմունիզմի, որոնք կորցրել են մեր աշխարհի հիմնական իրականությունների հետ ամեն աղերս, պատերազմն ու հեղափոխությունը շարունակում են մնալ աշխարհի երկու քաղաքական հիմնախնդիրները։ Պատերազմները նույնքան հին են, որքան մարդկությունը։ Հեղափոխություններն արդի դարաշրջանի զարգացումներից մեկն են։ Երկուսն էլ, ըստ Արենտի, անհնար է հղանալ, մտածել բռնության բնագավառից դուրս։ Բռնությունը դրանց ընդհանուր հայտարարն է։ Ավելին, պատերազմները պատմականորեն հեշտությամբ վերածվել են հեղափոխությունների, իսկ հեղափոխությունները դրսևորել պատերազմներ սանձազերծելու չարագույժ հակումը։ Եվ դրանց միջև այս փոխհարաբերությունը, այս փոխկախվածությունը հեղինակի համոզմամբ կայունորեն աճել է։ Բայց այս առնչությամբ ուշադրության արժանի է հատկապես Արենտի մեկ այլ նկատառում։ Քաղաքականությունն ու խոսքը, խոսքի ուժն ուղղակիորեն կապված են։ Քաղաքական երևույթները, դրանց դրսևորումները խոսքի ու արտաբերումների կարիք ունեն։ Արենտը նկատի ունի իսկական խոսքը և դրան սերտորեն առնչվող նախևառաջ գործողությունը։ Իսկ դրանք, ինչպես ինքն է ասում, սանցում են զուտ ֆիզիկական տեսանելիության ու լսելիության սահմանները։ Ուրեմն, ավելին են, քան վերջիններս։ Իսկ այնտեղ, որտեղ բռնությունն անկաշկանդ իշխում է, պետք է լռեն ոչ միայն օրենքները, այլև ամեն ինչ ու ամեն ոք։ Ուրեմն, պատերազմներն ու հեղափոխությունները, որոնք ամբողջովին չեն սահմանվում բռնությամբ, հայտնվում են քաղաքականության լուսանցքում։ Դժվար չէ Արենտի տրամաբանությանը հետևելով մի քայլ էլ անել ու պնդել։ Խոսքի ու նաև գործի մեծացող վակումն է ծնում հեղափոխություններ ու պատերազմներ։ Իսկական խոսքի ու գործի վակումն է տեղ բացում բռնության համար։ Արենտը ուշագրավ մի միտում է նկատում։ Ավանդաբար հեղափոխությունների նպատակ է հռչակվել ազատությունը, որը սակայն աստիճանաբար թուլացել է։ Բայց զարմանալիորեն ազատությունն այսօր մուտք է գործել պատերազմի ու արդարացված բռնության շուրջ քննարկումներ։ Այսինքն, ազատությունը դարձել է պատերազմն արդարացնող նպատակ, գուցե որովհետև նրանով փորձում են արդարացնել այն, ինչը տրամաբանորեն այլևս հնարավոր չէր արդարացնել։ Ուրեմն իր օրերում 20-րդ դարի երկրորդ կեսին պատերազմի ու հեղափոխության արդարացման համար մնացել է մեկ նպատակ՝ ազատությունն ընդդեմ բռնակալության։ Այն, ինչ պատմականորեն ընկած է եղել
քաղաքականության գոյության հիմքում։ Պատերազմի ու հեղափոխության առնչությամբ Արենտը ուշադրության արժանի այլ փաստեր ու միտումներ է ասպարեզ բերում, թե 20-րդ դարում երբ են ցանվել տոտալ պատերազմի սերմերը, ինչպես է փոխվել պետության ու բանակի հարաբերությունը, ինչպես է փոխվել պատերազմի բնույթը եւ այլն։ Արենտի այս տեքստում կարծես մի թույլ հույս է առկայծում, որ գուցե պատերազմներից հրաժարվելու միտում կա։ Սակայն նա համոզված է, որ 20-րդ դարում հեղափոխությունները կմնան մարդկանց հետ։ Ինչ կգրեր Արենտն այսօր, հաշվի առնելով 2000-ական թվականներից սկիզբ առած իրադարձություններն հետխորհրդային ու արաբական մերձավոր արևելյան տարածաշրջաններում։ Այս առումով տեղին է կանխատեսելուց ձեռնպահ մնալ։ Բայց պատերազմ եւ հեղափոխություն վերնագրում ստացած այս տեքստը շարունակում է անհասկանալին հասկանալու, անբացատրելին բացատրելու հնարավորություններ ընձեռել։ Հայերեն Լիլիթ Վերդյանի թարգմանությամբ «Պատերազմ եւ հեղափոխություն» վերտառությամբ տեքստը որպես էսե տեղ է գտել «Մենք փախստականներս» ժողովածուի մեջ։